2021 թվականի նախընտրական շրջանում իշխանությունը ապագայի հանդեպ վստահություն ներշնչելու համար բազմաթիվ խոստումներ տվեց։ Եվ ուրեմն ապագա կա ապագա։ Խոստացան ներդրումներ բերել Հայաստան, զարգացնել ռազմարտունաբերությունը, բարձրացնել ՀՆԱ-ն, աշխատավարձերն ու թոշակները։ Սակայն այս խոստումներից որոշները մնացին թղթի վրա, մյուսները հետաձգվեցին կամ էլ իրականացան խորհրդարանական արդեն հաջորդ ընտրություններին ընդառաջ, ինչպես օրինակ կենսաթոշակների դեպքում։ Ինչ են խոստացել եւ ինչ ունենք այսօր 5 տարի անց։ Ներդրումների ոլորտը։ Խոստացան օտարերկրյա շեշտակի ներդրումներ, նոր գործարաններ, նոր տեխնոլոգիաների հոսք դեպի Հայաստան։ Բայց 2026-ի տվյալներով իրական ներդրումների ծավալը շատ ավելի ցածր է, քան ծրագրերում նշված նպատակները։ Եվ ներդրումային հոսքը, որն իրականացվել է, հիմնականում ծառայությունների ոլորտում է, ոչ թե արդյունաբերության կամ ռազմարտունաբերության ոլորտում, որն ինչպես իրենք էին նշել, պետք է դառնար տնտեսական նոր ազդակ։ Այդ ներդրումները, որ դեռևս օրինակ 2020 թվականին որոշակի երևում է, դրանք վերաներդրումներ են։ Այսինքն են կոնցեսիոն պայմանագրեր ունեցող կամ ենթակառուցվածքների տեր դարձած օլիգարխիական խմբեր են, հիմնական Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից ու Գերմանիայից, չէ՞, դրանք պարտադիր իրենց շահույթը վերաներդրել են, ենթադրենք տեխնիկական վերազինման համար, դա դուրս է եկել որպես իբր թե ներդրում։ Իրական դա ներդրում չի, դա ընդհանրապես իրենց օպերացիոն ծախսերը ներդրումների տակ ներկայացնելու ստակ կեղծ օրակարգ է։ Ռազմարտունաբերության ոլորտում նույնպես խոստումները չիրականացան։ Որոշ ծրագրեր իրականացվեցին մասամբ, բայց մասնագետները պնդում են, որ համակարգային ու լայնածավալ արդյունք չկա։ Հաջորդը ՀՆԱ-ն է 2021-ին խոստացան միջինում 7% տարեկան աճ, 2022-ից 24 թվականներին միջին աճը մոտ 8.1% է հասնում, բայց ոչ բոլոր տարիները ապահովել են կայուն աճ, իսկ 2024-ին աճը կազմել է մոտ 5.9%։ Մեկ շնչին հատկացվող ՀՆԱ-ի ցուցանիշը 2024-ին հասել է $8,500, բայց այն մեծ մասամբ ծառայությունների ոլորտի հաշվին է, այլ ոչ համապարփակ զարգացման լայն ծրագրերով, ինչպես նախընտրական քարոզչության ընթացքում էին խոստացել։ Անցած տարվա հունվար եւ 26 թվականի հունվար ամսվա համար ինչ որ նկարել են 350%-ով քիմիական արտադրանքի աճ։ Ակնհայտ որ նման բան չկա։ Այս բոլոր թվերը ինչ այդ վիճակական ծառայությունն ասում է եւ թերահավատ է եւ ցանկացած այսպես ոչ կողմնակալ աուդիտի դեպքում այդ բոլոր թվերը առնվազն 50%-ով պակաս են լինելու։ Աշխատավարձեր եւ թոշակներ 2021-ի ծրագրով իշխանությունը խոստանում էր զգալի բարձրացում, իսկ թոշակները պետք է աճեին բնականոն տեմպերով։ Իրականությունն այն է, որ թոշակների աճը նկատվել է միայն մոտենալով հաջորդ ընտրություններին 4.5 տարի անց, բայց փորձագետի կարծիքով այստեղ էլ գնաճն ու ապրուստի ծախսերը գրեթե զրոյացնում են աճը։ Իրենց խոստումները, որ ասում են, որ արնային սպառողական զամբյուղն պետք է հավասար լինի, չէ, ընդհանրեն թոշակը, հիմա մենք կարող ենք հստակ թվականություն անել։ 36,000 դրամ եղել է թոշակը նվազագույն, ծանր ավելացվել է 10,000 դրամ, դարձավ 46,000։ Եթե քաղաքացիներից 46,000-ը ոչինչի վրա չծախսի, մենք ընդհանրենք անկախի առողջով զբաղվի, այդտեղ էլ մոտավորապես 9,000 դրամ է ավելանում, 9,200 դրամ։ 46-ին եթե գումարում եք 9,200 դրամ, ստացվում է 55,200 դրամ։ Իսկ պարենային այդ զամբյուղը սպառողական նվազագույն 61,500 դրամ է։ Հարկերի եւ սոցիալական ապահովության ոլորտում եւս տպավորություն է, որ խոստացված փոփոխությունները եւ բարեփոխումները իրականացվել են մասամբ եւ զգալիորեն ուշ։ Հարկերի հավաքագրումը դեռ չի հասել 25% ՀՆԱ-ի թիրախին եւ սոցիալական ծառայությունների հզորացում տեղի չունեցել այնպես, ինչպես խոստացել էին 2021-ին։ Մասնագետների դիտարկմամբ խոստացվել էր արագ եւ համակարգային զարգացում, իսկ այսօր քաղաքացին տեսնում է դանդաղ, կիսատ, հաճախ առանձին հաջողությունների վրա հիմնված իրականություն։